Մանկությունից ի վեր այդպես էլ արկա տարբեր բարոյական կամ ցավոք սրտի ոչ այնքան, այսինքն բացասական որակները աստիճանաբար կյանքի ընթացքում ավելի ու ավելի ձևավորվում եւ արտահայտում են։ Մշտապես թերևս այդ ձևավորումը ընթանում է խաչմերուկներով։ Իրականում երեխաներն էլ հայտնվում են նման խաչմերուկներում, սակայն մեծերի համար այդ խաչմերուկները անխուսափելի են եւ արդեն հնարավոր չէ որևէ ձևով բարթել դա անմեղսունակության վրա։ Եվ յուրաքանչյուր խաչմերուկում կատարելով տարբեր փոքրից մինչև մեծ ընտրությունը մենք կամ ընտրում ենք բարին եւ դրանով շատացնում ենք բարին ամբողջ աշխարհում, կամ ցավոք սրտի մարդիկ երբեմն ընտրում են չարը, դրանով շատացնելով եւս չարիքը։ Եվ այդ ամբողջը իհարկե անխուսափելի է, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ ինչքան ավելի ծանր ժամանակներ են, այնքան ավելի իրականում դժվար է հետևել ճշմարտացիությանը։ Այնուամենայնիվ մենք նորից ու նորից ցիտում ենք, կրկնում ենք այն հայտնի իմաստությունը, որ նույնիսկ ամենամոտ ժամանակներում սահմանումները մնում են նույնը։ Բարի բաները միևնույնը նույն կերպ անվանվում են բարի, եւ չար բաները միևնույնը նույն կերպ անվանվում են չարիք։ Եվ մեզանից է կախված, թե ինչ կլինի ավելի շատ։ Մեզանից է կախված մեր յուրաքանչյուր քայլափոխի մեր ընտրությունը, եւ դրանից ամբողջ աշխարհը եւս։ Եվ օգնությանը մեզ մշտապես գալիս են տարբեր արտահայտություններ անցյալից ու երբեմն պարզապես ժողովուրդներից, որոնք որ տարբեր ազգությունների, բայց այնուամենայնիվ փայփայում էին իրենց իմաստությունը, զարգացնում եւ փոխանցում սերունդներին եւ մյուս ազգերին եւս, հանուն դրա, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Փայփայիր զգեստը նորուց, իսկ պատիվը փոքրուց։ Ռուսական հին ասացվածք։ Հին ռուսական ասացվածք հատկապես հայտնի է լայն շրջանակներում շնորհիվ Ալեքսանդր Պուշկինի «Կապիտանի դուստրը» գրքի, որտեղ այս ասացվածքն օգտագործվել է որպես էպիգրաֆ։ Սա հիանալի ասացվածք է եւ մեզ համար ակնհայտ է։ Ինչ որ ձևով մենք միևնույն է մեկնաբանում ենք առաջին մասը, զարհուրելի է, բայց ստիպված ենք, որովհետև չնայած որ պարզ է, որ եւ արտաքին տեսքը պետք է կոկիկ պահել, այնուամենայնիվ ժամանակակից տգիտությունն այնքան շատ է, որ ստիպված ենք երբեմն խոսում անգամ պարզ հիգիենայի մակարդակից։ Այնուամենայնիվ մեզ իհարկե ավելի հետաքրքրում է երկրորդ մասը, եւ երկրորդ մասը թվում է, որ եւս ակնհայտ է, պահպանիր, փայփայիր, պատիվը փոքրուց։ Ինչ որ մի տեսանկյունից այն տարածիորեն պետք է մեկնաբանվի, այսինքն փոքր ժամանակից ի վեր անընդմեջ հետևիր քո բոլոր արարքներին, հույզերին, մտքերին, որպեսզի ի վերջո անբասիր լինես, այսինքն չլինի եւ ոչ մի բան, որում հնարավոր է քեզ մեղադրել։ Բայց մեզ համար ավելի կարևոր է այս նախադասության արտահայտության մյուս կողմը, որ յուրաքանչյուր պահին փայփայիր պատիվը։ Ինչու՞, որովհետև երբեմն այդ նույն փոքր չարիքի գաղափարն է, որ երբեմն փոքր չարիքը չի երևում, ակնհայտ չէ, երբեմն մարդիկ շատ մեծ ներողամտությամբ են մոտենում իրենք իրենց չարիքի հանդեպ, եւ այդ փոքր չարիքը կուտակվում է եւ ի վերջո դառնում է այնքան մեծ բեռ ու այնքան մեծ չարիք, որ այդ բեռի տակից այլևս հնարավոր չէ դուրս գալ։ Եվ նույն կերպ այն փոքրիկ երբեմն փոսերը, որոնք որ հայտնվում են մարդու կյանքում, երբ որ ինքը փորձում է անտեսել ու անցնել վրայով, մեկ անգամ, երկրորդ անգամ, ու այդպես ամեն անգամ նսեմացնելով սեփական պատիվը, նսեմացնելով բարոյական վեհ որակները, բայց ամեն անգամ մտածելով, որ դա փոքր ընտրություն է, ոչինչ, ու այնուամենայնիվ այդ ամբողջը կուտակվում է եւ դառնում է այնքան մեծ անդունդ, որ այլևս հնարավոր չէ փրկվել։ Եվ դրա համար այժմ, երբ որ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունենում, մենք հասկանում ենք, որ նույն խնդիրն է,
որովհետև մի կողմից այո, մենք ապրում ենք ծանր ժամանակներում, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես իշխանությունների չարիքը եւ դավաճանությունը եւ անբարո գործողությունները եւ այդպես ամբողջը թվարկենք վարակում են ցավոք սրտի շատերին եւ այդ վարակի մեջ ցավոք սրտի մարդիկ տարբեր անբարոյական որակներից վախից, վախկոտությունից, անհանգստություններից, տարբեր բաների պատճառով, սեփական դավաճանությունից, փոքրոքությունից եւ նորից կարելի է թվարկել այդ ամբողջից կատարում են չար ընտրություն։ Ու այնուամենայնիվ ցավոք սրտի հենց իրենք նորից ու նորից գլորվում են դրանով չարի անդունդը։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք հասկանում ենք, որ բոլոր նրանք, ովքեր որ կատարում են չար ընտրություն, ստանալու են իրենց պատիժը։ Այնուամենայնիվ մենք ցավում ենք բոլորի համար, ովքեր որ չարիքի ետևից ենք գնում։ Բայց նաև մենք հպարտանում ենք բոլոր նրանցով, ովքեր որ չեն տրվում չարիքին, ովքեր անգամ այս մութ ժամանակներում միևնույնն է գնում են դեպի լույս։ Եվ կոչ ենք անում բոլորին չհանձնվել։ Երբևիցե եւ ոչ մի քայլափոխին, անգամ փոքր մարտահրավերների ժամանակ չհանձնվել, չտրվել չարիքին, շարունակել հավատալ բարիին, եւ այդ ժամանակ միայն հնարավոր կլինի, որ լույսը իրականում երբեք չմարի։